Ողջույն սիրելի հետևորդներ ջան, հուսամ բոլորդ լավ եք եւ ինձ կարոտել եք։ Մենք լավ ենք, ամեն ինչ լավ է, չնայած մանր-մունր փոքր խնդիրների։ Օրինակ, որ Քայթյանը Միլային դասա սովորեցնում, իսկ Թեոն ու Լեոն խանգարում են։ Այսօր եկել եմ ձեր հետ զրուցեմ այն մասին, թե ինչպես են չինացիները վերաբերվում կրթությանը։ Չինացիների մեծամասնությունը, մոտ 80%-ը կրթությանը վերաբերվում է մոլագարի պես։ Գուցե մի քիչ կոպիտ է հնչում, բայց այո։ Դեռ փոքրուց երեխայի մեջ սերմանում են այդ ամեն ինչը։ Չինաստանում դպրոցական կրթությունը բաժանվում է 3 փուլի։ Կրտսեր դպրոցը 1-ից մինչև 6-րդ դասարան, միջին դպրոցը 7, 8, 9 եւ ավագ դպրոցը մեր նման 10, 11, 12։ Դասերը սկսվում են առավոտյան 8-ից եւ տևում են մինչև կեսօրին 11:30։ Հետո հանգստանում են 3 ժամ, մինչև 2:30, այնուհետև շարունակում են 2:30-ից մինչև 5:30։ Բայց այդ 5:30-ը, այսինքն դասերի ավարտը, տարբեր է կրտսեր դպրոցի, միջին դպրոցի եւ ավագ դպրոցի համար։ Այն կարող է ձգվել մինչև երեկոյան 9։ Իսկ ավագ դպրոցի դեպքում, ինչքան գիտեմ, մեծամասնությունը ընդհանրապես տուն չեն գալիս, միայն շաբաթ եւ կիրակի։ Ինչպես ասացի, կեսօրին հանգստանում են 3 ժամ, բայց ժողովուրդ ջան, լուրջ եմ ասում, ուր գնում եք այդ կեսօրվա ժամերին, իրենց երեխաները այդ 3 ժամը օգտագործում են իրենց տնային աշխատանքները գրերուն, այսինքն խորացված, այնց մանրակրկիտ, որ նայում եմ, ինձ թվում է այդ երեխեքին այնց ստրուկի տեղ են դրես, ստիպում են, որ իրանք տնային աշխատանք գրեն, բայց իրականում ոչ։ Երեխաները ինքնուրույն արդեն ունեն այդ սովորությունը, երբ հասնում են տուն, միանգամից բացում են իրենց գիրքն ու տետրը ու սկսում են սովորել։ Իսկապես, այստեղի աշակերտները շատ պարտաճանաչ են եւ ժրաջանորեն սովորում են։ Իսկ ծնողները ամեն ինչ կանեն, ամեն գործ կանեն, մենակ թե կարողանան մաքսիմալ լավ կրթություն ապահովեն իրենց երեխաների համար։ Այս ամենը գալիս է Չինաստանի բնակչության շատ լինելուց, որովհետև այստեղ Չինաստանում մեկ աշխատավայրի կամ համալսարանի մեկ տեղի համար պայքարում է ոչ թե 1000, այլ 10,000 մարդ։ Մրցակցությունը սարսափելի է, բոլորը ձգտում են լավ ապագայի, դիրքի եւ լիքը փողի։ Չինացիները իսկապես փողը շատ են սիրում։ Ես գիտեմ, որ փողը ով չի սիրում, բայց չինացիները մի այլ կերպ են սիրում։ Լավ, եկեք գնանք ձեզ ցույց տամ մեր Միլայի պայուսակի պարունակությունը։ Միլան 5 տարեկան է եւ հաճախում է պարտեզի ավագ խումբ։ Այս իր պայուսակն է, բավականին ծանր։ Հիմա ցույց տամ ինչ կա իր մեջ։ Պարան, զապաս հագուստ, մաթեմատիկայի աշխատանքային տետր, մաթեմատիկայի աշխատանքային գիրք, կարելի է տենց ասել, մաթեմատիկան խաղի տեսքով, չինարենը անգլերեն տառերով սովորում են գրել, կարճ մանկական բանաստեղծությունների գիրք, չինարենը անգլերեն տառերով տետր, աշխատանքային տետր, չինարենը անգլերեն տառերով տոները եւ Կոնֆուցիուսի զրույցները, որոնք պետք է Միլան անգիրանի։ Նայեք, սա չինարենի փինն է, կարդացվում է այսպես. Օ, Խ, Թ, Ա, Օ, Ց, Կ, Ի։ Իսկ սրանք չինարենի տոներն են։ Սա առաջինն է, կարդում ենք ուղիղ, երկրորդը բարձրանում ենք դեպի վեր, երրորդը մի հատ իջնում ենք, հետո բարձրանում եւ չորրորդը այսպես իջնում ենք։ Օրինակ, ա։ Սա Միլայի փինի տետրն է, որտեղ նրանք սովորում են գրել անգլերեն տառերը արդեն։ Ասեմ, որ Միլան շատ պատասխանատվությամբ է մոտենում իր տնային աշխատանքներին։ Իսկ սա փոքր բանաստեղծությունների եւ պատմվածքների գիրք է, որոնք Միլան պետք է սովորի ինքնուրույն կարդալ։ Այստեղ սովորում են գրել թվերը։ Իդեպ, չինարենի եւ հայերենի թվերը մի փոքր տարբեր են, օրինակ 1-ը, 2-ը, 5-ը, 6-ը, 7-ը եւ 9-ը։ Իսկ այս գրքում սովորում են հաշվել եւ թվաբանական գործողություններ։ Սա նույնպես աշխատանքային տետր է, որտեղ սովորում են գրել թվերը։ Սա Կոնֆուցիուսի զրույցներն է։ Այսպես սկսվում է
այսպես, sense։ Նայեք, ուրեմն չինարենը անգլերեն տառերով անվանում են pinyin։ Սա էլ արդեն հիերոգլիֆներն է։ Եղունգիս նայեք։ Ժամանակ չունեմ թարմացնելու։ Այս դրույթներից ամեն օր Միլայինց տալիս են մի փոքր հատված անգիր։ Եվ ամենատպավորիչը եւ զարմանալին, որը ցույց է տալիս, թե չինացիները ինչքան շատ են կարևորում կրթությունը։ Նայեք ուրեմն, ես սովորել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում։ Ավարտել եմ բակալավրը եւ ընդունվել եմ նույն բաժնի մագիստրատուրան հեռակա։ Այնուհետև սովորել եմ 1 տարի եւ ազատման դիմում գրել վերականգնման իրավունքով, քանի որ այդ ժամանակ COVID-ը նոր էր ավարտվել եւ հնարավորություն կար Չինաստան վերադառնալու։ Իսկ ես ընտրեցի Չինաստան վերադառնալ, որովհետեւ Քայցենի մաման այդ ժամանակ նոր էր վիրահատվել քաղցկեղը եւ Քայցենը իր ծնողներին չէր տեսել արդեն 3 տարի, իսկ տատիկն ու պապիկը Միլայի ու Լեոյի հետ անծանոթ էին, չէին տեսել ընդհանրապես։ Դրա համար ես որոշեցի, որ այդ ժամանակը օգտագործել եւ վերադառնալ Չինաստան։ Տենց եկա Չինաստան եւ մագիստրատուրան մնաց իստատ։ Դեռ 1.5 տարի էլ կա ավարտելու։ Հիմա Քայցենը եւ իր ծնողները որոշել են ինձ հետ ուղարկել Հայաստան ուսումս շարունակելու։ Այս անգամ առանց երեխաների, մենակ։ Ես արդեն մի քանի ամիս է ինչ տառապում եմ այս որոշման պատճառով, քանի որ իմ համար շատ դժվար է հեռու լինել թե Քայցենից, թե երեխեքից, բայց կիսուրենքս շատ են կարևորում իմ ուսումը եւ պնդում են իրենց որոշումը։ Լավ, Թեոն եկավ հասավ ստեղ ու հիմա իմ համար հաստատ շատ դժվար կլինի վիդեո նկարել։ Զրույցս այստեղ կիսատ թողեմ, կշարունակեմ մյուս վիդեոյում։ Հուսամ չեք մոռանա ինձ բաժանորդագրվել, որպեսզի ինձ չկորցնեք։ Թեկուզ Instagram-ում շատ ուրախ կլինեմ։ Լավ մնացեք, հաջողություն։清晨的阳光跳上窗台角，猫咪追着毛线球跳。水面上蔚蓝色的船坞和长着的。下次见。